ուսանողական թատրոնի փոխարեն այսուհետև երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմում Ռուբեն Բաբայանի դերասանահռեժիսորական կուրսի ուսանողներն են։ Պատրաստվում են հանդիսատեսի դատին հանձնել մարդիկ երաժշտական պլաստիկ ներկայացումը արտասովոր ձևաչափով։ Մարդկային հոգեվիճակների մասին պատմող այս գործը բեմադրվել է մի շարադրության հիման վրա, որի հեղինակը աուտիզմ ունեցող երիտասարդ է։ Սա դառնալու է մեր քաղաքում, մեր քաղաքի համար մի վայր, որտեղ որ երիտասարդները իրենց ձեռագիրը, իրենց նորարարությունը, իրենց փորձարարությունը կարող են իրականացնել հենց այս բեմում, որը որ հնարավորություն կտա մեծ ազատության, գրագիտության սահմաններում եւ այս խելառությունները թույլատրելի կլինեն, սխալվելը թույլատրելի կլինի եւ կարծում եմ այս տեմպո ռիթմը եթե կարողանանք պահել, կունենանք արդյունքներ հետաքրքիր։ Ներկայացման ռեժիսորը Մարիկա Դովլաթբեկյանն է, ասում է միանգամից 20 անփորձ դերասանի հետ բարդ է աշխատել, բայց առաջին կուրսեցիները ջանք չեն խնայում գոհացնելու բեմադրիչին եւ հանդիսատեսին։ Ներկայացումը սաունդ դրամա է, այսինքն լայվ երաժշտություն է լինելու բեմում, Կանգուն խումբն է նվագում եւ Հրանտ Շիրինյանը շատ հրաշալի աշխատանք է եղել երաժիշտների եւ ուսանողների միջև, այսինքն այդ թատրոն եւ երաժշտությունը միաձուլելու, միավորելու հետ կապված, այսինքն երբ զապիս չենք դնում, այլ լայվ երաժիշտները նույնպես կարծես ներկայացման մի մասն են։ Մարդիկ լինում են բարի, ուրախ, տխուր։ Ռեժիսորը վստահեցնում է, ներկայացումը դիտելիս յուրաքանչյուրը կգտնի իր հոգեվիճակը, իսկ դրանց մասին հանդիսատեսին կպատմի Գևորգ Մարգարյանը։ Նա միակ դերասանն է, որը խոսք ունի բեմադրության մեջ, անցնելով բոլոր այդ հոգեվիճակներով, նա կմասնակցի նաև պլաստիկ խաղին։ Հանդիսատեսը երբ որ մուտք է գործում արդեն դահլիճ, միանգամից տեսնում է ինձ, որովհետև ներկայացումը դեռ չսկսված, ես արդեն դահլիճում եմ։ Ես նրանցից մեկն եմ, ով որ ուղղակի պատմում է պատմությունը։ Ես պայմանականորեն ասած պատմիչ չեմ, ով որ տանում է ամբողջ պատմությունը ու ներկայացնում է մարդկանց տարբեր տեսակներ ու հետազոտում է մարդկանց, ուսումնասիրում է մարդկանց, որովհետև մենք հիմա առաջին կուրս ենք ու առաջի կուրսում ամենակարևոր բանը, որ մեզ սովորեցրեցին, դա դերասանի համար մարդուն ուսումնասիրելն է եւ ամբողջ ներկայացումն էլ հենց ուսումնասիրելու մասին է։ Ես ուսումնասիրում եմ մարդկանց, մտնում եմ նրանց պատմությունների մեջ, փորձում եմ փոխել ու գալիս եմ ինչ-որ հանգուցալուծման, թե ինչպեսին են լինում մարդիկ։ Այս ներկայացումը նաև մի շարք ավարտական աշխատանքներ, որոնք կբեմադրվեն, խաղացանկային կդառնան, իսկ երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի կազմում կընդգրկվեն բուհի տաղանդավոր ուսանողները։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։